Նախքան վլոգը սկսելը կուզեի ձեզ խնդրեի, որ սկզբից հենց դնեք ձեր լայքերը, գրեք մեկնաբանություններ, նաև եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք իմ ալիքին ու մի մոռացեք սեղմեք զանգակի նշանը, որպեսզի բաց չթողեք հետագա վլոգները եւ շորտսերը։ Դե բարի դիտում եմ մաղթում ձեզ։ Բարև սիրելիներս, ես առանց ճուտիկից դուրս եմ եկել, մեզ մոտ շատ սուրբ քամի է, գնում կատարելու ստել, տիրամիսու էի ուզում պատրաստել, բայց փաստորեն տանը սերուցքը շատ քիչ է մնացել ու դա բավական չի լինի, դրա համար կգնամ սերուցք կգնեմ, հավկիթ է չունենք տանը, հավկիթն էլ կգնեմ, հավկիթը խանութից չեմ գնի, գնում եմ Ադեկ, մեզ մոտի խանութը, ոտքով հիմա կգնամ բավականին արագ քայլերով կգնեմ, որպեսզի պատրաստեմ ու ընթացքը ձեզ է կնկարահանեմ, մի քանի բան էլ կգնեմ, նոր կգնամ տուն ճուտիս պուդինգն էլ ավերջացե, Պաուլան, այդ էլ կգնամ, այսօր ուզում էր ուտել, բայց երեք վերջին եկերել էր, դրա համար դա էլ կգնեմ, մենակ եմ գնում, որովհետև ահա որ ցուրտ է, իմ կոկորդը ցավում է, հուսանք նորից չի կրկնվի մոտս, հազիվ լավանում եմ, մենակ հազներ մնացել, դե էդ էլ որ նոպայատիկ հազներ լինեին, առանց ճուտս չհիվանդանա, դրա համար մենակ հիմա կգնամ, երևի սա չգիտեմ, որ վլոգի մեջ կտեղադրեմ, բայց թողին սկսենք, դեռ բան չէի նկարել, երեք ոչ մի բան չեմ նկարել, այսօր նկարահանում եմ, դրա համար չգիտեմ երբ կլինի սա, դե գնացինք, տեսեք թե ինչքան գեղեցիկ ծաղիկներ են այստեղ ճանապարհին այսինչ աճում, ճիշտ գնումներս վերջացրեցի, բավականին շատ ստացվեց, ոնց որ ասում եմ դուրս ենք եկել սերուցք գնելու համար, շպարժատ տեսա խանութում, այնց սիրտս ուզեց ռիզոտո, բրինձը շպարժավ, այնքան համով է, իմ սկիսուրն է սարքում, մաման է սարքում, ինքը շատ համով է սարքում, տեսան հենց ախորժակս տվեց, կգնանք տուն, այդ պարմեզան պանիրել եմ առել, մեջը գնում է, էդի կսարքենք, սաղ սիրում են, սաղ ասելով մասը դա սիրում է, տուտուսել կուտի, միս առա, աղացած միսը ակցիա էր, ասի ամուսինս է բուրգեր է սիրում, իր համար է այսօր բուրգեր կարնենք, որովհետև ինքը շատ երկար նույն բանը չի կարող ուտի, չի սիրում ուտի, այդ այսօրվա ուտելիքը էդ կլինի, հիմա գնամ հավկիթն առնեմ, որտև չկա վաղվա համար հավկիթ, ու տուն գնամ, լավ էլ ծանր ստացվեց։ Ես արդեն տանեմ, հիմա շուշուտ գնումները ցույց տամ ու անցնենք գործի։ Գնել եմ 2 տուփ հավկիթ, որի համար վճարել եմ 7 եվրո։ Հավկիթները միշտ նույն տեղից եմ գնում տնական։ Պաուլա եմ գնել, սա պուդինգ աճուտիկիս համար, սպարժա, պարմեզան պանիր, 2 տուփ հաց բուրգերի, մեջը 4 հատ աղացած միս, 1 կիլոգրամ պրոտեինով հարուստ պուդինգ, այդքան էլ համով չէր, սովորական պուդինգ էսպիսի, հետաքրքիր մայոնեզ, դիետիկ մայոնեզ է, սերուցք, որի համար որ դուրս ենք եկել, կաթ, եւ խանութում ընդհանուր վճարեցի 34 եվրո 98 ցենտ։ Հիմա մի անգամից անցնում ենք գործի, այստեղ սպարժան արդեն մի քիչ մաքրում եմ, հիմա կլվանամ, շատ հաստ հատվածներում կկեղևազատ է, որ փափուկ լինի, բայց ինքը փափուկ սոչնի սպարժա էր։ Սոխն եմ հիմա այստեղ արդեն կտրատել, տապակում եմ, մի քիչ կտապակեմ, շատ չեմ իրեն կարմրացնի,
որ մեջը ինքը շատ ակնհայտ չերևա։ Սպարժան էլ արդեն կտրտված դրել եմ սոդայաջրի մեջ, այսպես մի քիչ կթողեմ, մի 10 րոպե, հետո կհանեմ ջրի մեջից։ Այդ ընթացքում արդեն սոխարատը տապակվեց։ Ավելացրեցի բրինձ, մի քիչ բրինձն է կտապակի։ Հանրապես կլոր բրինձ է պետք, բայց ինձ մոտ խառն է։ Միջև սպարժան այնտեղ բրինձը եփվում է, ես այստեղ 1 կիլո այդ աղացած միսը, որ գնել էի, մի քանի հատի կտապակեմ հիմա, որ կոտլետի համար արդեն, բուրգերի համար արդեն լինի, իսկ մնացածը ֆորմեն կտամ ու կտանեմ սարցախցիկը, որ հետագայում հեշտ լինի վերցնեմ ու օգտագործեմ իրանց։ Արդեն եփվել են, վերջում կավելացնեմ պարմեզան պանիրը։ Պարժայի վերևի հատվածը մի փոքր ուշ ենք լցնում այդ մեծ կտորները, որ գեղեցիկ տեսքը մնան։ Մատուցելուց որ գեղեցիկ լինի, շատ չփխլվեն։ Իսկ փոքր մասերը կտրտված հենց բրինձի հետ ի սկզբանե խաշում ենք։ Երևի 5 րոպե հետո ավելացրեցի, մի 5-6 րոպե հետո։ Բրինձից ընդհանուր հետո։ Այստեղ ինձ մոտ կոտլետներն են տապակվում։ Սա էլ արդեն ռիզոտոյի պատրաստի տեսքը վերջնական։ Անկեղծ շատ համեղ է, կարող եք փորձել։ YouTube-ում շատ տարբերակներ կան պատրաստելու համար։ Համ կուտեմ, համ էլ ձեռքերդ կպատրաստեմ տիրամիսյուն։ Ֆորմայի մեջ արդեն համապատասխանեցրել եմ պեչենիները։ Հիմա կհարեմ սերուցքը կհարեմ, հետո կավելացնեմ շաքարի փոշի, 3 ճաշի գթալ ես ավելացրեցի շաքարի փոշին։ 3 ճաշի գթալ էլ ավելացրեցի մասկարպոնեն, ավստրիական ապրանքանիշի մասկարպոնե է։ Նախապես ես սուրճը պատրաստել էի արդեն։ Հիմա թխվածքաբլիթները կթաթախեմ շատ արագ սուրճի մեջ, արագ փափկում է ինքը։ Քիչ իրան չոր կթողեմ, որ կրեմից էլ արդեն փափկի։ Պրոցեսը կանեմ մնացածի հետ, ամբողջությամբ հետո այսպես նորից կշարեմ ու կրեմը նոր կքսեմ։ Երկրորդ սլոյն էլ եմ արել, հիմա կակաոն կանեմ։ Մի քանի ժամ արդեն խմորեղենը սառնարանում հանգստացել է, մեզ մոտ գիշերվա ժամը 9 է։ Հիմա այսպես սուրճով կմատուցեմ ամուսնուս, ինքն է շատ սիրում տերամիսյու։ Բայց ասեմ շատ համեղ էր ստացվել, կրեմը ինձ շատ դուր եկավ, շատ թեթև էր ինքը։ Ու քաղցրությունն էլ լավ է, շատ քաղցր չէր։ Չգիտեմ, իմ պատրաստածներ դրա համար դուրս եկավ, բայց ես էլ հավանեցի։ Ճուտիս համար տեսեք, թե ինչ եմ պատրաստել։ Դեռ չի տեսել, կիչացնեմ, որ տեսնի։ Գեղեցիկ է ստացվել։ Բարև սիրելիներս, մեզ մոտ օրը շաբաթ է, քանի որ արդեն հանգստյան օր է Սերոժի մոտ, մենք գնում ենք IKEA։ Նրանք ցույց կտամ ինչի համար ենք գնում, մի քանի բան կնայենք այնտեղ, IKEA-ն ցույց կտամ, շուտ բանից չեմ գնացել IKEA-ն։ Ես ինչպես տեսնում եք առանց վերարկուի, սովորական տաբատ ու մայկա եմ հագել, ոսկի ժամացույց թեմայից, մի խոսքով, ասենց որ գարունը գալիս, ասենց ուզում ես զարդարվես, գեղեցկանաս, անգամ մտածում եմ մազերս խուճուճացնեմ, բայց ինձ այդքան էլ ինձ դուր չի գալիս, բայց հետ էլ մի ժամ հետո քանդվում է, ու մենք հիմա գնում ենք աշխատանքային մեքենայով, հնարավոր է, որտեղ մեր մեքենան չկա, դրա համար աշխատանքային մեքենայով կգնանք, աշխատանքային մեքենայի մոտ ենք գնում։ Հեսա, աշխատանքային մեքենաները, սենց մեծ։ IKEA-ն տանը շատ մոտ է գտնվում, այստեղի մետրո խանութն է, հենց IKEA-ի դիմացն է։ Հիմա կկայանենք մեքենան, հուսամ տեղ կլինի այս մեծ մեքենայի համար, որովհետև որոշ շաբաթը հնարավոր տեղ չգտնենք։ Կայանել ենք, հիմա արդեն մենք մտնում ենք այստեղ, կարանք աշճաններով բարձրանանք, բայց մենք այդպես չենք բարձրանա, մենք նախընտրում ենք հեշտ տարբերակը։ Դուք վախենում եք էսկալատորից, օրինակ իմ քույրիկը հարազատ վախենում է էսկալատորից։ Ու միջև ինքը կանգնում էր այս էսկալատորների վրա, կամ եթե վախենում եք, խնդրում եմ ինձ կբացատրեք ինչից եք վախենում։ Ինքը փոքր ժամանակվանից միջև հիմա վախենում է, շատ վախով է կանգնում, մամաս էլ այդպես։ Աչքերներս բացել էինք, պատրաստվել էինք ու միանգամից դուրս էինք եկել, դրա համար հիմա մի բան կուտենք, նոր կշարժվենք, որովհետև սոված ենք։ Բավականին լիքը մարդիկ կային IKEA-ում, այնտեղ որտեղ էլ որ կուտակում է, այդտեղից ուտելիք ես կարողանում վերցնել, այստեղի հայտնի հոթ-դոգները։ Բայց IKEA-ում մի հարկ վերև էլի ուտելու տեղ կա, ավելի շատ բուֆետի նման այնտեղ ինչ կուզես կա արդեն պատրաստի ուտելիքներ։ Բայց ամուսինս IKEA-ի հոթ-դոգներն է շատ սիրում, դրա համար այս հոթ-դոգի մոտ ենք եկել մենք։ Հիմա կընտրենք, թե մենք ինչ ենք ուզում։ Շատ մեծ ընտրանի էլ չունենք, այստեղ կա սովորական հոթ-դոգ եւ կա վեգանների համար նախատեսված հոթ-դոգներ։
Բացի քարտից այստեղ կարող ես կանխիկել վճարել, անգամ կոպեկների համար նախատեսված տեղ կա, միանգամից քարտով տերմինալն էլ կա։ Ոչ միայն կարող ես հոտ-դոգ այստեղ պատվիրել, այլ նաև մնացած գնումներն էլ այս սրանով կարող ես ստանալ։ 26 €43 վճարեցինք ամբողջը միասին։ Կսպասենք մեր պատվերին։ Այդտեղ մենք արդեն հյութն ու ջուրը վերցրել ենք։ Հոտ-դոգի վրա պետքա մենք լցնենք կետչուպը, մայոնեզը եւ այս սոխարածը, արդեն ինքնասպասարկում է։ Բաժակ են տվել հյութի համար, այսինքն գնել ենք, հյութն էլ դու գնում ինքնուրույն վերցնում ես։ Ինքդ կարող ես ընտրել, թե ինչ հյութ ես ուզում այստեղ։ Անգամ ջուր էլ կա։ Մենք կվերցնենք հոլունդա գազավորված, ու ինչքան ուզում ես կարող ես գալ վերցնել։ Սայլակ եմ վերցրել, համ ճուտիկս կնստի սայլակի մեջ, համ էլ հյութն ու ջուրը կդնեմ մեջը պայուսակիս հետ միասին։ Սա սենյակների բաժինն է, հա։ Այս սեղանը, որտեղ որ ես իմ կոսմետիկան եմ դնում, նույն սեղանից է, ոչ մի բան չի փոխվել։ Միշտ կա այս սեղանը IKEA-ում, բայց մենք շատ սխալ ժամանակ էինք եկել, մանկական բաժինը, մանկական անկողինների բաժինը ամբողջությամբ քանդած էր, անկողիններ ներկայացված չկար, որը որ մենք ուզում էինք նայենք, վերանորոգում էին այնտեղ, այսինքն նոր բաներ էին երևի բերում։ Դրա համար մեր IKEA գնալը շատ սխալ էր ստացվել, այսինքն չստացվեց։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ խոհանոց է։ Այդ մի հատ բան էի տեսել Pinterest-ում, որ պատրաստում էին, դա ուզում էի գնել ու իմ ձեռքով պատրաստեի IKEA-ից։ Այդպես էլ ասում էին, որ IKEA-ից էին գնում այդ մասերը։ Ու ինչ եք կարծում ես գտա, բայց շատ փոքր տարբերակը գտա ու ինձ դա պետք չէր ընդհանրապես։ Դա համար շատ տխուր ես դուրս եկա IKEA-ից, որտեղ ոչ մի գնում չստացվեց մեզ մոտ։ Մենակ ճուտիկիս այս նոր խաղալիքը գնեցինք, իրեն շատ դուր եկավ, այսպես գրկած է, տուն ենք գնացել։ Ինչքան գեղեցիկ տեսարան է բացվում սարերի IKEA-ից, որ դուրս ես գալիս, շատ գեղեցիկ է։ Եկել ենք Շպար, հիմա բանան եմ գնում, որովհետև չկա վաղվա համար, բիո բանան, 3 եվրո։ Այս պաղպաղակն եմ գնել Շպարից, շատ էի հանդիպում, բայց այդքան էլ համով չէր։ Սիրելիներս, մենք խանութից վերադարձանք տուն, մի քիչ հաց պատրաստեցի, այտենց բան չեմ պատրաստել, հավա խաշեցի, այս բատիկները, ճուտինայի բատիկները, հենտեներն են կյանք։ Դե կեր, բերանին էդ կեր, նուշա ուտում, բերանը ամբողջ նուշա, կզբոսնենք, ճուտս կքնի, գնանք տուն, կմոնտաժեմ ես տեսանյութը, ճուտիս հիմա սենց կքնացնեմ, կպտտվեմ, ենքան կպտտվեմ, միջև քնի, որովհետև սենց ավելի հեշտ է, քանց թե տանը, իրան քնացնելը, գնանք տուն կմոնտաժեմ, չգիտեմ ինչքան կստացվի երկար ժամանակով էլի մոնտաժելը, կմոնտաժեմ տեսանյութը ու կտեղադրեմ, երևի հենց այսօր կամ վաղը կիրակի օրը կտեղադրեմ, էլ բան չեմ նկարի տենց, դա ափսոս IKEA, որ գնացինք, շատ ափսոս մանկական բաժինը ամբողջը վերանորոգում էին, անգամ անկողիններ չկային, շատ սաղ հանած էր, տարօրինակ ձևի էր, սխալ ժամանակի գնացինք, մի օր է XXX լուծ կգնանք, կտեսնենք էլի ոնց կստացվի, դե ինձ սիրելիներս այսօր այսքանը, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։